Պարոն վարչապետ, օգոստոսի 8-ի փաստաթղթի տարեդարձի կամ 1 տարվա առիթով հաղորդագրություն տարածվեց եւ ներկայացվեցին, թե ինչ աշխատանքներ են տարվել, ինչպես նաեւ որոշակի ցուցանիշներ տնտեսական առումով պարզ դարձավ, որ հիմնականում Ադրբեջանից է ապրանք ներմուծվել Հայաստանից ոչինչ չի արտահանվել Ադրբեջան։ Արդյոք ունենք վերլուծություն այս մասով, ինչ ուղղություններով աշխատանք ունենք անելու, կարծես ապրանքների ցանկ էր փոխանակվել գործարարների հետ, ինչ որ տեղաշարժ կա թե ոչ, եւ մի հարց էլ Եվրամիության դեսպանը հայտարարել էր, որ ներդրումներ են պատրաստվում անեն 3 սահմանային անցակետ կառուցելու նպատակով եւ այս համատեքստում ընդգծել էր ականազերծման աշխատանքները, ենթադրում է, որ Ադրբեջանի հատվածում սահմանային հատվածում պիտի լինի։ Պիտի խնդրեմ, եթե հնարավոր է այս փուլում մանրամասներ ներկայացնեք, որ ուղղություններով սահմանային անցակետերի մասին է խոսքը, ինչ ներդրումային ծավալ է եւ ժամկետներ կան, թե ոչ, շնորհակալություն։ Ապրանքների փոխադարձ առևտրի մասին այո օրակարգը կա եւ համոզված եմ առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան եւ ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հարցին, այդ արդեն հանրահայտ չի թեման, երազք, ագարակ, նռնաձոր, արևմտյան ուղղությամբ ախուրիկ, հնարավոր հետագա հնարավոր զարգացումների համար թրիփից դուրս Կայան Ավան եւ Տավուշի մարզում կարող են լինել այլ հատվածներ։ Նկատի ունեմ, այդտեղ նոր բան չկա ասելու, այն ինչ որ նախկինում ասել ենք։ Ներդրումների ծավալն էլ անցակետի մասին է խոսքը, ինչքան իրան պետք կլինի։ Այսինքն հիմա նա ծավալների հետ էլա կախված, նորմալ, հիմա ագարակում, որ Իրանի հետ սահմանին նոր մաքսային կետ է կառուցվում, եթե չեմ սխալվում, մոտավորապես $20 միլիոն ներդրում է, ծավալը այդքան է, կարող է մի քիչ ավել լինել, մի քիչ պակաս լինել։ Նաև ռելիեֆը պետք է հաշվի առնի։ Եթե դուք բուն անցակետերը նկատի ունեք, բուն անցակետերը տենց անհրաժեշտ կար, այսինքն կախված է ծավալից։ Հիմա պետք է նախագծվի եւ աշխատանքներ իրականացվեն։ Այսինքն ընդ պարզ է ինչ պետք է լինի, ինչ ֆունկցիաներ պետք է լինեն, այդ արդեն տեղանքի ծավալներից կախված, որովհետև գիտեք, այնտեղ ռելիեֆը առանձնահատկություններ ունի, շատ մեծ լայն տարածքներ չկան, պետք է նայել, թե ոնց է կազմակերպվում։